Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի արտահերթ թողարկումն է, ես Գառնիկ Թավյանն եմ, ժամի վերջին իրադարձությունների մասին նախամարոտ։ Իրանը պաշտպանում է իրեն եւ այդ ճանապարհին կարմիր գծեր չկան, Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի մեկնաբանությունը։ Սիրիական եւ լիբիական սցենարներ, քաղաքացիական բախումներ եւ տարածաշրջանային մեծ պատերազմ, ինչ է իրականում տեղի ունենում Իրանում։ Ցույցեր Թեհրանում ընդդեմ Միացյալ Նահանգների ու հաջակցություն Իրանի կառավարության։ Հրթիռակոծություն Դուբայում բնակելի շենքում հրդեհ է բռնկվել։ Քուվեյթի օդանավակայանը հայտնվել է իրանական անօդաչուների թիրախում, ինչ վիճակ է այնտեղ։ Հետաձգված, ընդհատված ու չեղյալ հայտարարված թռիչքներ, Շրի Լանկայից Հայաստան վերադարձող քաղաքացիները տրանզիտ գոտում են մնացել։ Քուվեյթում Հայաստանի դեսպանատունը քաղաքացիներին հորդորել է հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հարցերի վերաբերյալ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։ Քուվեյթի օդանավակայանը հայտնվել է իրանական անօդաչուների թիրախում։ Ավելի վաղ հայտարարել էին, որ Քուվեյթի օդանավակայանը փակվել է, իսկ տրանզիտ գոտում գտնվող ուղևորները սպասում են, մինչև հնարավոր կլինի դուրս գալ կամ այլ ընտրանքային լուծում գտնել։ Չեղյալ են հայտարարվել Երևան-Աբու Դաբի, Երևան-Դուբայ չվերթները։ Տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը գործընկերոջս հայտնել է, որ Աբու Դաբիից Երևան թռիչքը ճանապարհի կեսից վերադարձել է, իսկ Երևան-Դուբայ երթուղին նույնպես նստեցումից հետո չեղյալ են հայտարարել։ Շարժա Երևան չվերթը կայացել է, իսկ Երևանից շարժա մեկնող օդանավը փորձել է այլ երթուղով հասնել էմիրություններ, սակայն Թուրքմենստանի օդային տարածքից վերադարձել է Երևան։ Տուրիստական գործակալության ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը գործընկերոջս հայտնել է, որ ենթադրվում է այդ պահին էմիրությունների օդային տարածքը փակվել է։ Իսկ Շրի Լանկայից Հայաստան վերադարձողների համար Իրանում սկսված պատերազմն ու տարբեր երկրների օդային տարածքների փակումը լուրջ խնդիր է առաջացրել։ Նրանք մնացել են Քուվեյթի օդանավակայանի տրանզիտ գոտում։ Վիզային սահմանափակումների պատճառով նրանք չեն կարող լքել տրանզիտ տարածքը։ Հակոբյանի փոխանցմամբ արդեն կապ են հաստատել համապատասխան կառույցների եւ դեսպանատան հետ ուղևորների տեղավորման հարցը լուծելու նպատակով։ Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը եւ Արաբական Միացյալ Էմիրություններն ամբողջությամբ փակել են իրենց օդային տարածքը, Սիրիան մասամբ է փակել։ Հրթիռակոծությունները նաեւ Դուբայում այրվում է Դուբայի հյուրանոցներից մեկը, կա 4 վիրավոր, բնակելի շենքերից մեկում էլ հրդեհ է բռնկվել։ Right now. Ферман горит. О, Господи, какой кошмар. Պայթյուններ են որոտացել նաև Դուբայի հանրահայտ երկնաքերի Բուրջ Խալիֆայի շրջակայքում։ Sí, ahí pegó. Uy, chico, ahora sí se puso. ¿Qué pegó? Le tiraron. ¿A qué le pegó? Bueno, muchachos. ¿A qué le pegó? A Burj Khalifa. Me está jodiendo, boludo. Mirá la grúa, boludo. ¿Se mueve la grúa? No. ¿La grúa que está en el edificio? No veo nada yo. ¿A dónde está el avioncito, boludo? Ya se fue. Ahí está. Bajó, Ahí se vio. Ahí se vio. Mirá el humo. ¿A dónde, boludo? Mirá, dale, No, parate, dale. boludo. Parate, dale. Qué locura, amigo. Իրանը պաշտպանում է իրեն եւ այդ ճանապարհին կարմիր գծեր չկան, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա շեշտել է, որ Իրանի հարվածները տարածաշրջանի երկրներում ամերիկյան թիրախներին օրինական են եւ որևէ կերպ ուղղված չեն այդ երկրների ինքնիշխանության դեմ։ Տարածաշրջանի ցանկացած կետ, որը Միացյալ Նահանգները կգործածի երկրի դեմ ագրեսիայի համար, կդառնա Իրանի զինված ուժերի օրինական թիրախ։
Համացանցում տարածվում են Իրանի հոգևոր առաջնորդի նստավայրի փլուզման արբանյակային կադրերը։ Ֆարս լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները գերազանց առողջական վիճակում են, այդ թվում նախագահ Մասուդ Փեզեշքյանը, խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին։ Քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանն է վերլուծել Իրանում տեղի ունեցողը։ Նրա խոսքով Իրանի դեմ ռազմական գործողությունները զուգորդվելու են երկրի ներսում անկայունության, տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամերի ստեղծմամբ եւ մարդկանց կյանքին սպառնացող վտանգների չեզոքացման ուղղված քայլերի բացակայությամբ։ Քաղաքագետը ներկայացրել է իրադարձությունների զարգացման հավանական սցենարները։ Քաղաքագիտական առումով 4 սցենար են կանխատեսում, որոնցից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի տեղի ունենալ։ Դա Իրանի ներսում զուգակցվելու է, կամ զուգորդվելու Իրանի ներսում ներքին անկայունության ստեղծմամբ պարտադիր տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամերի ստեղծմամբ եւ ամենավտանգավորը մարդկանց կյանքին սպառնացող վտանգների չեզոքացման ուղղված քայլերի բացակայությամբ, որովհետև խնդիրը դուրս է արդեն կարծես տեղային կետային պատերազմի կամ պատերազմական գործողությունների կամ թիրախների ոչնչացումից եւ խնդիրն ունի ավելի շատ ռեգիոնալ մասշտաբի վերածվելու պոտենցիալ, քան սահմանափակում 1-2 այսպես հարվածներով։ Սիրիական սցենարն է, որը նշանակում է, որ Իրանին պիտի ներքաշեն փուլ առ փուլ կամաց-կամացա կամ հետսադամյան Իրաքի սցենարն է, մասնատման եւ պիտի տանեն այդ պետության ֆեդերալիզացիայի։ Հրթիռների թիրախ է դարձել Իրանի Հորմոզղան նահանգի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցը։ Զոհված աշակերտների թիվը հասել է 53-ի, իսկ վիրավորների թիվը 48-ի։ Իրանը հայտարարել է, որ թիրախ է դարձրել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական օբյեկտները։ Տեղական ֆարտ գործակալության հաղորդմամբ Իրանի թիրախում են Քաթարի Ալ-Ուդեյդ, Քուվեյթի Ալ-Սալեմ, Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Դաֆրա եւ Բահրեյնում գտնվող ամերիկյան 5-րդ բազաները։ Իրանական հրթիռը հասել է Սիրիայի Էլ-Սուվեյդա շրջան։ Էպիկական զայրույթ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ռազմական գործողությունն այսպես է կոչել։ Թրամփի հայտարարությանը հաջորդեց միջազգային հանրության արձագանքը, կոչեր, զգուշացումներ ու կյանքի կոչված սպառնալիք։ Միջազգային արձագանքը ռեպորտաժում։ Փետրվարի 28-ին Իրանի ժողովուրդն արթնացավ պայթյունների ձայնից։ Թրամփը տեսաուղերձ է հրապարակել, ասելով, որ Միացյալ Նահանգներն ընդդեմ Իրանի ռազմական լայնամասշտաբ օպերացիա է սկսել ու այն անվանել էպիկական ցասում։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ դրանք անվանել է կանխարգելիչ հարվածներ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։ Իսրայելի առողջապահության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հիվանդանոցներին հանձնարարվել է անցնել պատրաստվածության ամենաբարձր մակարդակի եւ գործողությունները տեղափոխել անվտանգ տարածքներ։ Մի շարք երկրներ արդեն իսկ սկսել են արձագանքել կատարվողին։ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանի տարածքը եւ զգոնություն պահպանել ամբողջ Մերձավոր Արևելքում։ Մեծ Բրիտանիան, Կանադան, Չինաստանը, Հնդկաստանը եւ Լեհաստանը իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Իրանի տարածքը, եղել են նաեւ կոչեր դիվանագետներին դուրս բերելու վերաբերյալ անվտանգության նկատառումներով։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմի բռնկումը լուրջ հետևանքներ կունենա խաղաղության եւ միջազգային անվտանգության համար։ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունը Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումներն Իրանի վրա, նշելով, որ իրավիճակը պետք է վերադառնա քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման ուղի։ Ավելին, գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ նշել է, որ միջազգային հանրությունն անհապաղ պետք է օբյեկտիվ գնահատական
տեղեկատվական տա անպատասխանատու գործողություններին, որոնք տարածաշրջանում հետագա ապակայունացման վտանգ են ստեղծում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Նա նաև զրուցել է Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Սիրիայի, Եգիպտոսի եւ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նախարարները կենտրոնացել են հարձակումները դադարեցնելու վրա, ձեռնարկվող քայլերի վրա։ Իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մերժել է Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միակողմանի ռազմական գործողությունները, որը նրա խոսքով սրում է լարվածությունը եւ նպաստում է ավելի անորոշ եւ թշնամական միջազգային կարգի ձևավորմանը։ X-ում կատարած հայտարարության մեջ Սանչեսը նշել է, որ մերժում է նաեւ Իրանի կառավարության եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունները։ ԵՄ ինստիտուտների ղեկավարների Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թուրքը դատապարտել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հարվածները, կոչ անելով բոլոր կողմերին վերադառնալ բանակցություններին եւ նշելով, որ հարձակումները կհանգեցնեն միայն մահվան, ավերածությունների եւ մարդկային տառապանքի։ Քաղաքացիական անձանց համար սարսափելի հետևանքները կանխելու համար նա կոչ է արել կողմերին զսպվածություն եւ խելամտություն ցուցաբերել եւ թույլատրել լարվածությունը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարն էլ կարծում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան վտանգավոր շղթայական ռեակցիա է հրահրում ամբողջ տարածաշրջանում։ Սպոլիարիչը կողմերին կոչ է արել հարգել պատերազմի կանոնները եւ դրսեւորել քաղաքական կամք հետագա մահերն ու ավերածությունները կանխելու համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանում ներկայումս սրացումը երկրի իշխանությունների մեղքն է, հավելելով, որ Կիևը կանգնած է Իրանի ժողովրդի կողքին եւ կրկնում է այնտեղ իշխանափոխության կոչերը։ Աշխարհի երկրները փորձում են զգուշություն պահպանել, Կատարը փակել է իր օդային տարածքը, իսկ Դուբայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին։ Նամակում մասնավորապես ասվում է. Իրանը կշարունակի վճռականորեն եւ առանց հապաղելու իրացնել ինքնապաշտպանության իր իրավունքը, մինչեւ ագրեսիան լիովին եւ անվերապահորեն դադարեցվի։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռեժիմի իրականացրած օդային հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի ակնհայտ խախտում են եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ զինված ագրեսիայի հստակ օրինակ։ Այս ագրեսիային ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետությունն իրացնում է ինքնապաշտպանության իր բնական եւ օրինական իրավունքը համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Իրանի զինված ուժերը կգործածի բոլոր անհրաժեշտ պաշտպանական հնարավորություններն ու միջոցները այս հանցավոր ագրեսիային դիմակայելու եւ թշնամական գործողությունները կանխելու համար։ Համապատասխանաբար տարածաշրջանում թշնամական ուժերի բոլոր բազաները, օբյեկտները եւ ակտիվները կհամարվեն օրինական ռազմական թիրախներ, ասված է Արաղչիի նամակում։ Իրանում ու Իսրայելում գտնվող հայերը նույնպես թիրախային գոտում են, Թել Ավիվում հայերը ապաստարանում են, իսկ Թեհրանի հայ համայնքի հետ կապ հաստատել չի հաջողվում, ինտերնետ չկա։ Միայն տեղեկություններ են տարածվել, որ պայթյուններ են եղել Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու մոտ։ Հարվածել են նաև Թեհրանի 72-րդ հրապարակի հայկական Նարմակ թաղամասում գտնվող Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նստավայրը։ Մանրամասները ռեպորտաժում։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը թիրախավորել են Իրանի մոտ 10 քաղաքներ, որոնցից 3-ում Թեհրանում, Սպահանում եւ Թավրիզում հայերը շատ են։ Ընդհատված հաղորդակցական կապերի եւ ինտերնետի բացակայության պատճառով հայ համայնքի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Բացի այն, որ Թեհրանում թիրախավորվել է հայկական եկեղեցու հարակից տարածքը։ Ես հիմա այդպես ստույգ լուրջ չեմ կարող ասեմ համայնքի մեջ ինչ վիճակատիրում եւ այլն։ Գիտեմ միայն, որ առաջնորդանիստ եկեղեցում Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում թիրախավորել են մի քանի օբյեկտներ։ Տեղի հայ համայնքը ամենամեծ քրիստոնյա համայնքն է։ Մոտ 150,000 հայ է ապրում Իրանում, որոնց կեսից ավելին բնակվում են ռմբակոծվող Թեհրանում եւ հարակից Սպահանում։ Դե Թեհրան եւ Իսֆահան ամենաշատ տենց խտությունը կա հայության բնակեցման առումով։ Հայ շատ կա այդ երկու քաղաքներում, նաեւ Թավրիզ Ուրմի հետրանք են։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առավոտյան հայտարարություն տարածեց Իրանում եւ Իսրայելում բնակվող հայերին կոչ անելով զգոն լինել։ Իրանում եւ Իսրայելում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները եւ հետեւել պաշտոնական ցուցումներին։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը
շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը եւ ըստ անհրաժեշտության հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։ Այս պահին հասանելի չեն Սփյուռքի հետ Հայաստանի կապն ապահովող կառույցները, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը եւ արտգործնախարարությունը։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է։ Անհասանելի է Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության թեժ գիծը, որը գործարկել էր Հայաստանի արտգործնախարարությունը հայերին հորդորելով անհրաժեշտության դեպքում զանգահարել։ Սեդակ Յուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Թեհրանի Պաղեստինի հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել հաջակցություն կառավարության։ Հավաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարձակումների դեմ։ من به فرعون زمان به نمرود زمان به ترامپ جنایتکار و نتانیاهوی جنایتکار اعلام میکنم از طرف این ملت بزرگ، ملت با صلابت، ملت غیرتمند، اگر شما فکر میکنید Թել Ավիվում առավոտից պարբերաբար ազդանշաններ են հնչել, առաջին ազդանշանը հնչել է ժամը 8-ին, բայց դա ներքին ռազմաճակատի հրամանատարության նախազգուշացումներ։ ABC Media-ի հետ զրույցում ասել է Իսրայելի բնակիչը։ Նրա խոսքով ներկայումս վնասներ կամ զոհեր չկան, քանի որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը որսացել է բոլոր հրթիռները։ Նախքան հարվածները ընթանում էին Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները։ Կողմերը հույս ունեին, որ հնարավոր է այդ կերպ ձեռք բերել համաձայնություն։ Սակայն երեկ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է բանակցությունների արդյունքից։ Այսօր էլ ԱՄՆ-ն հայտնում է իր էպիկական զայրույթի, իսկ Իսրայելը առյուծի մռնչյուն ու Հուդայի վահան գործողության մասին։ Ինչ ուղղությամբ էր ընթանում բանակցությունն ու ինչու չաշխատեց տարածաշրջանի ապահովիչ կապույրը, Անյա Բաղյանի ռեպորտաժում։ Իրան-ԱՄՆ վերջին բանակցություններից ժամեր անց Թրամփը դժգոհություն հայտնեց։ Ես դժգոհ եմ, որ նրանք պատրաստ չեն մեզ տալ այն, ինչ մենք պարտադիր պետք է ունենանք։ Ես դրա հետ հաշտ չեմ։ Կտեսնենք ինչ կլինի։ Տեսանք ինչ եղավ։ Փետրվարի վերջին օրը Իրանում նոր պատերազմի սկիզբ դարձավ։ Իրանի դեմ գործողությունը կտևի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ինչու հարվածեց Միացյալ Նահանգները, եթե Իրանը նստել էր բանակցությունների սեղանի շուրջ։ Սա բանակցություններ չէր, սա ուլտիմատում էր, սա վերջնագիր էր, Իրանը պետք է հանձնվեր, պետք է հրաժարվեր եւ միջուկային հարստացման իր ծրագրից եւ իր բալիստիկ հրթիռներից, այսինքն անզեն դառնար, որ Իսրայելը կարող ուներ ցանկացած րոպեին հարձակվել Իրանի վրա։ Նա առանց դրա էլ դա անում է, քանի որ Իսրայելի լոբին վերահսկում է ամբողջ Վաշինգտոնը եւ ամբողջ Միացյալ Նահանգները։ Վերջնագիր էր ոչ թե բանակցություն։ Միացյալ Նահանգները սպառնալիքներով փորձեց խեղդել Իրանին, կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը։ Հարվածները հասցրել ղեկավարությանը եւ հիմնական թիրախը զինված ուժերի ղեկավարությանը եւ նաեւ տարբեր տեսակի ռազմական բազաների, եթե այս էլ հաշվի առնենք, ես դժվարանում եմ ասում, որքանով Իրանը կկարողանա իր ուժերը այսպես հավաքել եւ լուրջ հակահարված տալ։ Միացյալ Նահանգների քայլերը ֆիկտիվ բնույթ են ունեցել։ Թրամփն ուզում էր ցույց տալ, թե իրենք ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով կազմակերպելու համար, կարծում է իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին։ Բանակցություններին հետևում թաքնված այլ նպատակներ ունեն, որ լեգիտիմացնեն այդ հարձակումը, որ ասեն մենք համաձայնություն չեղանք, անցած անգամ էլ նույն գործառույթը արեցին, դրա համար Իրանը բոլոր սցենարների համար պատրաստ է։ Միացյալ Նահանգներ Իրան բարձր մակարդակի հանդիպումների առաջին փուլը սկսվեց Օմանում 2025 թվականի ապրիլի 12-ին։ Պատվիրակությունը գլխավորում էին Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Վաշինգտոնն ու Թեհրանը քննարկումները կառուցողական էին անվանում։ Բանակցությունների երկրորդ փուլը Ժնևում սկսվեց փետրվարի 26-ին Օմանի միջնորդությամբ։ Բանակցող կազմը նույնն էր։ Եթե այս երկու փուլերը նահանգների համար ձևական բնույթի էին, Իրանը ժամանակ էր շահում պատերազմը մեկ օր հետաձգելու համար, նշում են փորձագետները։ Իրենց նպատակը ռեժիմը փոխելն է։ Կարծում եմ, որ ավելի հավանական է, որ սա կշարունակվի Իրանի ներսում նրանք կսադրեն ինչ-որ քաղաքացիական կամ էթնիկ կոնֆլիկտներ, բախումներ, Իրանը կարող է դեստաբիլիզացվի եւ անգամ մասնատվի։ Իրանի տարածքում կարող են
ստեղծվել տարբեր կիսապետություններ, ինչպես եղավ Իրաքում։ Նախորդ պատերազմից բավական թուլացել է Իրանը, կարծում է Ռուբեն Սաֆրասյանը։ Մինչդեռ իրանցի փորձագետը հակադարձում ու ընդգծում է. սցենարը կանխատեսելի էր պաշտոնական Թեհրանի համար, որին նախապատրաստվել էին։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանի դեմ ռազմական գործողությունը վերաբերում է ամբողջ տարածաշրջանին, այն ազդելու է մեծ մերձավոր արևելքի երկրների վրա։ Փորձագետները համոզված են, որ տարածաշրջանը մտնում է ռիսկի բարձր փուլ։ Հայաստանի համար էլ սա ուղիղ անվտանգային օրակարգ է։ Իրանի դեմ պատերազմը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Որտեղ է Հայաստանը շախմատային այս խաղատախտակի վրա, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Մերձավոր արևելքում ամենից վտանգավոր սցենարը իրականություն դառնալու ճանապարհին է։ Աննախադեպ են Իրանի դեմ հարվածներն իրենց ծավալներով ու կազմակերպվածությամբ։ Ըստ մասնագետների տարածաշրջանը մտնում է լայնածավալ պատերազմի փուլ։ Այս կոնֆլիկտը կարող է տարածվել Իրաք, կարող է տարածվել Աֆղանիստան, կարող է տարածվել Սիրիա եւ այլն եւ այլն։ Սա կարող է բերել մեծ անկայունության եւ տնտեսական ճգնաժամի։ Վաշինգտոնը հայտարարում է գործողությունների նպատակը Իրանի ռազմական կարողությունների սահմանափակումն է, մինչդեռ Թեհրանը տեղի ունեցածը որակում է բաց պատերազմ եւ արդեն անցել է պատասխան գործողությունների։ Իսլամական պետությունը հարվածներ է հասցրել տարածաշրջանի այն երկրներին, որտեղ կա ամերիկյան ռազմաբազա։ Պատասխան գործողությունների շրջանակում ընդգրկելու է տարածաշրջանի այն երկրները, որտեղից Միացյալ Նահանգները կամ Իսրայելը Իրանի դեմ կոնկրետ գործողություններ կիրականացնեն։ Հիմա այդ գործողությունների շրջանակը կարծես թե նշված այն երկրներն են, որ Իրանը պատասխան գործողությունը իրականացրել է։ Իսկ թե հետագայում ինչ այլ երկրներ կներգրավեն, ապա այդ մասով նույնպես կարծում եմ Իրանի պատասխան գործողությունը կընդգրկի նաև այդ երկրները։ Իրանն արդեն հայտարարել է տարածաշրջանում կա պետություն, որն օգնել է Իսրայելին հետախուզության գործում։ Իսլամական պետությունը չի հստակեցրել, որ պետության մասին է խոսքը, բայց նշել է Իրանը համապատասխան հարվածն անպայման հասցնելու է։ Կան տեղեկություններ, որ Իրանի հրթիռային պատասխան գործողության ընթացքում դրանց հայտնաբերման գործում տարածաշրջանի երկրներից մեկը առանց այդ երկրի անունը նշելու աջակցել է Իսրայելին հոբ գործողությունների հակաօգնի պաշտպանության գործողություններում։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ ուշադիր հետևում են զարգացումներին, այս երկրների ոչ ղեկավարները, ոչ էլ արտաքին գործերի նախարարները որևէ բառ չեն ասել հակամարտության մասին, նույնիսկ չկան զսպվածության կոչեր։ Մինչդեռ թուրքագետը կռահում է, թուրքական պետությունն անպայման օգտվելու է ստեղծված վիճակից։ Թուրքիան այս անգամ առանց մեծ աղմուկի ըստ էության արդեն իր այդ չեզոքությունը, որ անցյալ անգամ փորձում էր պահել, դրանից հրաժարվում է եւ ամերիկացիների այսպես ծրագրերի մեջ է իր տեղը փորձում գտնել։ Իրանի ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմը փոխում է նաեւ հարավային Կովկասի ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Այս պայմաններում Հայաստանը հայտնվում է գերտերությունների շահերի հատման կետում։ Կստացվի Հայաստանի մոտ պահպանել անվտանգությունը առանց հակամարտության մեջ ներքաշվելու։ Ըստ Արտուր Խաչիկյանի, հարևան պետությունում լայնածավալ պատերազմի ֆոնին նարդի խաղացող ու սուրճի սարքի մոտ հրճվող ղեկավարը իզորու չէ դիմակայել հնարավոր վտանգին։ Իրեն պետք է համոզել, որ նա ոչինչ չանի, ոչինչ չասի եւ չզբաղվի ընդհանրապես ոչինչով, որ ավելի մեծ վնաս մեզ չտա։ Եթե մենք ունենայինք նորմալ կառավարություն, մենք արդեն վաղուց պայմանավորություն կունենայինք արևմուտքի երկրների հետ, Միացյալ Նահանգների հետ, մեր շատ սիրելի Ֆրանսիայի հետ, որ այս վիճակում նրանք թույլ չեն տա, որ Հայաստանի դեմ ագրեսիա գործեին այս պետությունները։ Այստեղ մի քանի հնարավորություն կա։ Առաջինը դա փախստականների մուտքն է Հայաստան Իրանից, երկրորդը դա այն է, որ փախստականները կհոսեն Ադրբեջան եւ այնտեղից Ալիևը արդեն կարող է ասել, որ նրանք պետք է վերադառնան արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստան, եւ այդ փախստականները գան արդեն Սյունիք, եւ երրորդ հնարավորությունը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այս փախստականների հետևից կգան եւ այսպես կոչված անվտանգության գոտի կստեղծեն Հայաստանի տարածքում։ Ու մինչ փորձագետները վերլուծում են տարածաշրջանի գլխին կախված վտանգները, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը շրջում է Հայաստանի բնակավայրերում ու նարդի խաղում բակի պապիկների հետ։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը շեշտում է, որ Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկյան հարվածները պետք է դիտարկել ոչ միայն ռազմական անվտանգային, այլև գեոտտնտեսական հարթությունում։ Առաջին առանցքը Հորմուզի նեղուցն է, այդտեղով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20-ից 25%, եւ հեղուկացված բնական գազի մինչև 30%։ Սա գլոբալ էներգետիկ շուկայի սեղման կետն է։ Իրանը բազմիցս սպառնացել է դրա հնարավոր բլոկավորմամբ, եթե Վաշինգտոնը հասնի Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխության, ապահովելով վավերացնել 1982 թվականի ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան, ապա իրավական հարթությունում կսահմանափակվի Թեհրանի կարողությունը խոչընդոտելու նավարկությունը։ Տարածաշրջանում տեղի ունեցած հարձակումների ֆոնին որոշ խոշոր նավթային եւ առևտրային ընկերություններ դադարեցրել են Հորմուզի նեղուցով առաքումները։ Իսկ ԵՄ ռազմածովային առաքելության պաշտոնյան էլ հայտնել է, որ Իրանն արգելել է նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի արտահերթ թողարկումը կլինի կեսգիշերին, կհանդիպենք։